Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասանները շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, չնայած այն բանին, որ հեռուստասերիալում տիրում է լարվածություն ու թեժ պահ։ Սարոյանն արդեն երկրորդ անգամ անում է նույն սխալը։ Առաջին անգամ նա չվստահելով Վահեին ու փնտրելով ապացույցներ, Վահեն այդ ամենի համար պատասխան տվեց իր կյանքով, որից հետո պարզվեց, որ Վահեն ընդհանրապես կապ չուներ տպարանի փողի անհետացման հարցում։ Իսկ այժմ Սարոյանը կրկնում է իր երկրորդ սխալը, նա կասկածում է Արմանին։ Արմանը խոստովանական հաղորդագրություն է ուղարկել, սակայն Արմանը չի ասել ողջ ճշմարտությունը։ Ռեբեկան փորձում էր Սարոյանին ասել, սակայն նա չլսեց ու չհասկացավ։ Սարոյանը շատ լավ գիտակցում է, որ Ռեբեկան ամեն ինչից տեղյակ է։ Գարիկի հայրը ամեն տեղ փնտրում է Դիանային, նույնիսկ գնաց Միսակի մոտ ու Դիանային ինչ-որ պետքներ ասաց, սակայն Դիանան կհայտնվի, նա Միսակի հետ որևէ կապ չի ուզում ունենալ, նույնիսկ Միսակի մասին է արդեն սկսել հաղորդագրություններ ուղարկել այս ու այն կողմ, և շատ շուտով Միսակը ևս հայտնվելու է ճաղերի հետևում հենց Դիանայի ցուցմունքի պատճառով։ Ռեբեկան կարծեք թե հրաժեշտ էր տալիս մորը, նա ասաց, որ ներել է մորը։ Շատ շուտով պարզվելու է, որ Դիանան առևանգելու է Ռեբեկային և բավականին ծանր վիճակում են հայտնաբերելու նրան։ Իսկ թե երբ կիմանաք, եթե դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութը, Ռեբեկային Դիանան առևանգելու է, որպեսզի չբացահայտվի իր գաղտնիքը։ Ավելին տեսանյութում հենց հիմա։ Բարի օր։ Ինքան լավ եղանակա չեմ կարողանում տանը մնալ, պապիի տանը էլի։ Իմ տեսարանը չի փախել եկել եմ դուրս։ Արի։ Չեմ կարող սպասի։ Ուր։ Հողաթափիկներով։ Ինչ եք ուզում։ Սապոկների սերը են ծիծաղում։ Նայեք, Հրնայակյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դե մեկ դուրս շրխ կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր սովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Էլ չենք կարողանում ասել դավուլ, ենքան ես մեծացել։ Համարյա են քո ես։ Ինքան քո լովնո չեք պոտկերոցնի։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ այն ժողովուրդ ուրեմն քայլելով տուն էի գալիս, մեկ էլ ամեն ինչ վայրկյանների ընթացքում տեղի ունեցավ, չհասկացա ոնց, ուղղակի զգացի, որ ինչ որ մեկը ինձ գրկել է, ու թշերս պաչում է անդադար, չեմ էլ կարողանում sense փոքր մի հատ տեսնեմ ուղղա, մի խոսքով մի շոտ ջիգարով կին էր, այնքան պաչեց, այնց բաներ ասեց, անկեղծ ինձ 3 տարեկան երեխա է զգում, որովհետև երեխու պես սիրում էր։ Շնորհակալ եմ շատ այս էմոցիաների համար։ Բարի արևոտ առավոտ։ Երևանում իսկական գարուն է։ Իմ սրտում էլ է գարուն, որովհետև այսօր եկել եմ նկարահանման ու ձեռքիս ոչ մի տոպրակ չկա։ Առավոտից մինչ երեկո նկարահանումներ են լինելու, բայց ես ունեմ ընդամենը 1 տեսարան, գնամ խանգարեմ ու հետ գնամ տուն։ Ժողովուրդ իրականում երբ Երևանում տուն էի փնտրում,
Դե նայում էի, որ այն վայրին մոտիկ լինի, որտեղ հիմնականում նկարահանումները կատարվելու են, բայց այս 5 ամիսների ընթացքում երևի ընդամենը 2 անգամ եմ ոտքով եկել աշխատանքի։ Իսկ այս մազը միշտ այսպես օթում է։ Ու մենք միշտ տեսարաններից առաջ փորձում ենք իրեն սանձել։ Չի ստացվում։ Դե լավ, գնացինք, գնամ խանգարեմ։ Եվս մի ուրախանալու առիթ ունեմ, այսօր քանի որ չունեմ նախորդ սերիաներից ոչ մի տեսարան, կարողացա հագուստիս հետ զուգահեռ փոխել նաև վարսերիս ձևը, սանրվածքս, այսինքն Սարայի սանրվածքը։ Ու քանի որ ռեժիսորս շատ հավանեց, ասաց, որ շատ գեղեցիկ է, ես ավելի ուրախացա։ Միշտ կլինեմ այսպես արդեն։ Իդեպ լսելով մի քանի հետևորդների խորհրդի, ես հիմա չեմ ներկում մազերս, այսինքն 3 ամիս է չեմ ներկել, չնայած չգիտեմ որքանով դա կզգացվի, բայց երևի այսպես ավելի լավ է։